Արդեն 3 շաբաթ է, որ անընդհատ սահմանին թշնամու զորքերի կուտակումներ են Սյունիքի, Գեղարքունիքի սահմանին ու կրակոցներ Սյունիքում, այսօր նաև Գեղարքունիքում ու Տավուշում։ Երևանի կենտրոնում կանգնած են եվրադիտորդների փոշու մեջ կորած ջիփերը։ Ադրբեջանը սադրում է անընդհատ կրակելով ու հայտարարելով, թե Հայաստանը կրակել է, բայց ոչ մի արձագանք չկա ոչ դիտորդներից, ոչ էլ նրանց գործուղած Եվրոպայից։ Հրադադարի խախտման վերաբերյալ Ադրբեջանի կեղծ հայտարարությունները եւ նրա հրադադարի խախտումները ինչ որ բանի համար են, չէ՞։ Ես չգիտեմ ինչի համար են, ես վերլուծում եմ, բայց բանակցողները, պայմանավորվողները, ընդունողները պետք է բացատրեն ինչ է տեղի ունենում եւ ինչու խաղաղություն գոռալը քիչ է։ Գուցե նրա համար է, որ արագորեն կատարեք Ադրբեջանի պահանջները, իբր խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Գուցե նրա համար են, որ վախեցնեք ժողովրդին պատերազմով ու էլի հանձնեք, շուտով սկսելու եք սահմանազատումները ու կրակոցների ֆոնին հեշտ կզիջեք։ Սյունիքի Արավուս, Խոզնավար, Տեղ, Խնածախ գյուղերի բնակիչներն ասում են, մութն ընկնելուն պես կրակոցները սկսում են մինչև առավոտ։ Այսօր ահազանգում են Գեղարքունիքի Կութ եւ Տավուշի Մովսես գյուղերից։